երբ որ խոսում ենք ավելացված արժեքից, ենթադրաբար նկատի ունենք հենց 24 թվականի տարեկան ցուցանիշները, չէ՞։ Այդտեղ հիմնական մեր խնդիրը ներմուծումներն են։ Հիմա օրինակ, եթե ես առանձնացնեմ ներմուծումը եւ ներքին տնտեսությունը, ներքին տնտեսությունից հավաքագրվածը 19.4%-ով է աճել, ընդհանուր ԱԱՀ-ն 7.5%-ով է աճել, բայց երբ որ նայում ենք օրինակ մաքսային, այսինքն սահմանին հավաքվածը 2.8%-ով է աճել, այդտեղ են հիմնականում խնդիրները, ինչով է դա պայմանավորված, տեսեք, երկու հիմնական գործոն կա, մեկը ավտոմեքենաների ներմուծումն է, որը նորից բնականon է, քանի որ մենք նախորդող տարիներին ունեինք ավտոմեքենաների ներմուծման բում եւ 24 թվականին միանգամից անկում տեղի ունեցավ, սահմանին այդ հավաքագրումները նվազեցին եւ երկրորդ գործոնը ծխախոտի ներմուծումն է, որն էլ այդ նկարներով համապատասխան նկարների փակցման հետ էր կապված պահանջների ԵԱՏՄ-ի, որի արդյունքներով նախորդ ոնց որ պաշարներ էր կուտակվել ներմուծման, դա բերեց նրան, որ ներմուծման որոշակի անկումներ եղան եւ դրա հետևանքով այդ հավաքագրումները նաեւ այդ մասով նվազեցին։ Այսինքն իրանք տնտեսական գործոններով են պայմանավորված ու հավաքագրման խնդիր որպես այդպեսին չկա։ Ինչ վերաբերում է ապագա կառուցվածքին, եթե խոսենք այն հնարավոր դրական գործոններից, որոնք այս տարի կարող են փոխվել անցած տարվա համեմատ, ապա պատկերը հետևյալն է, երկու հիմնական երևի թե գործոնից արժի խոսել, շինարարությունը մեկը, ունենք մի իրավիճակ, որ այս տարի բազմաթիվ շինարարություններ, հատկապես Երևան քաղաքում, խոսքը բազմաբնակարան շենքերի շինարարության մասին է, քանի որ մոտենում են ավարտին, այդտեղ կա պոտենցիալ ավելի մեծ հարքեր հավաքագրելու եւ երբ որ մենք նայում ենք օրինակ այս տարվա արդեն հավաքագրումները, շինարարությունը արդեն մեծ դեր ունի հարկահավաքման մեջ։ Մյուսը բանկային համակարգի հետ է կապված, այդտեղ արդեն ավելացած արժեքի հարկ չէ, շահութարկի մասին է խոսքը, քանի որ բարձր աճեր ենք ունեցել 2024 թվականին եւ դրա աճերի օգուտ ըստ էության ստանալու ենք այս տարի շահութարկի տեսքով։ Մյուս խոշոր գործոնը դա է, որ թույլ կտա այդտեղ բարելավումներ ունենալ եւ մյուս կարևոր գործոնը, որը կուզեի նշել, քանի որ մենք այդ վերարտադրման ցիկլը կարելի ասել գրեթե ավարտել ենք, այսինքն այն մեծ պիկից հետո կտրուկ նվազեց 24 թվականին, մենք հիմա այդ ներմուծումների եւ իմ նշած այն գործոնների ներմուծումների մասով խնդիր չունենք, այսինքն բազան մաքրվել է եւ հետեւաբար մաքսային մարմինների կողմից հավաքագրումները սահմանին նույնպես բարելավելու են, դրա վառ վկայությունն են ընթացիկ հավաքագրումները։ Հիմա գանք բանին պլանավորման մասով խոսենք, ես ճիշտ ասած բազմիցս այս վերջի քննարկումներին առաջարկել եմ փոխենք այս տերմինը, քանի որ հարկերի մասին պլանավորումը ասվածը մասնագիտորեն կարծում ճիշտ չի եւ լավ կլինի խոսենք կանխատեսումներից, ինչի որովհետեւ հարկը ինքը 3 գործոն է իր վրա խոշոր ազդում, մեկը մեր տնտեսական զարգացումներն են, որոնք օբյեկտիվորեն կարող են տատանվել եւ բերել անկախ մեր գործողություններից, մյուսը օրենսդրական փոփոխություններն են հարկային օրենսդրության եւ երրորդը վարչարության ջանքերը։ Եվ այս տեսանկյունից կարևոր է, որ մենք այդ կանխատեսումների հիմքում ինչ ենթադրություններ դնում ենք, տարվա ընթացքում հետևենք եւ բացատրենք, թե ինչը շեղվեց մեր նախնական այդ կանխատեսումներից։